Մինչ Ադրբեջանից պահանջում են փոխել սահմանադրությունը, խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար Երևանից պատասխանում են. փաստաթղթի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր կրկին պնդեց, հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի տեղի ժամկետների համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ եւ այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանք։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությանն ի պատասխան Բաքուն այս ընթացքում պնդել է. Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Երեկ էլ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն է կոչ արել Երևանին արագացնել ստորագրումը, նշելով, թե մեջբերեմ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու եւ այն բաց թողնելը սխալ կլինի։ Բայց նախքան այդ ադրբեջանցի դիվանագետը նորից շեշտել է. Սահմանադրությունը պետք է փոխվի, սահմանից օտարերկրյա ուժերը պետք է հեռանան։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ստորագրման շանսը բաց չթողնելու համար այսօր այլ առաջարկ արեց։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ եւ վայր եւ համաձայնեցնի մեզ հետ եւ դա ստորագրվի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ։ Հայաստանում պատրաստվում են սահմանադրություն փոխել, բայց դա անելու իշխանականների հիմնավորումները այլ են, այդ թվում լեգիտիմության հարցը։ Վարչապետ Փաշինյանն այդուհանդերձ չի թաքցրել, նոր սահմանադրությունը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Իսկ արդարադատության նախարարը բացատրել էր, կլինի այնպիսին, որ չվտանգի խաղաղության պայմանագիրը։ Բանակցված փաստաթուղթը ստորագրելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարագացնի սահմանադրության փոփոխությունը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ իշխանությունը պահելու տեսանկյունից դա մեծ ռիսկ կլինի Փաշինյանի համար։ Դուք պատկերացրեք ընտրություններից առաջ ինքը անի սահմանադրական հանրաքվե։ Ակնհայտ չէ, այդ հանրաքվեն ինչ արդյունք կտա։ Այսինքն բնականաբար ինքը այս վտանգը տեսնում է, դրա համար է ասում, որ սահմանադրությունը 26-27 թվի մասին է խոսքը գնալու։ Այսինքն ինքը մի հատ վերարտադրվի, ժողովրդին հերթական անգամ թոս փչի աչքերին, որ այս մանդատը նորից ստանա, այդ դրանից հետո նոր ավելի մեծ հնարավորություն կունենա հանրաքվեով սահմանադրություն փոխել, բայց տեղերը փոխել դրանք ընտրություններից առաջ բերել սահմանադրական հանրաքվեն իր համար մեծ ռիսկ է։ Դրա համար դա ուզում է բացատրի այնտեղ, ասի, այս հնարավորությունը ինձ տվեք ինձ թուղթ, որ ես գնամ վերընտրվեմ, որից հետո մնացած ամեն ինչ ինչ պայմանավորվել ենք կանենք։ Արմեն Ռուստամյանի կարծիքով Ադրբեջանի ղեկավարությաններ ուղղված նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում երեկ արած մեկ այլ հայտարարություն։ Եվ ես առանց սեթևե թանքի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Փաշինյանը նաև խոստովանեց, թե խորհրդարան գալուց առաջ ծրագրել էր այս մասին խոսել։ Երեկ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նա նույն միտքը մի քանի անգամ կրկնեց։ Բացատրեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էլ հետաձգում են միայն այն պատճառով, որ ուզում են համոզվել, ինչպես հայկական կողմն ունի քաղաքական որոշում Ղարաբաղյան շարժումը չշարունակելու, այնպես էլ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, օրինակ Արևմտյան Ադրբեջան շարժում սկսելու։ Արմեն Ռուստամյանը ընդգծում է, Հայաստանի խորհրդարանից Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ էր խոսում։ Ղարաբաղի հարցից հրաժարվում եմ, շարժումն եմ ընդհանրապես դադարեցնում։ Էլ ինչ ձևով ես ձեզ ասեմ, որ եղբայր ես Ղարաբաղի հարց այլևս չունեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի մասին առհասարակ չեն խոսում, բայց դա Արմեն Ռուստամյանի չի նշանակում, որ Արցախի հարցը փակված է։ Բաքվում էլ գիտեն, որ այդպես է, դրա համար էլ փորձում են հասնել նաև հանրաքվեով Հայաստանի սահմանադրության փոփոխությանը։